Պարոն նախագահ, դուք ասացիք, որ Արցախի հարցում ամենաիրատեսական տարբերակը վերադարձի իրավունքն է։ Ինչպես եք պատկերացնում վերադարձի իրավունքը, ինչ մեխանիզմներով պետք է այն իրականացվի եւ ինչպիսի սցենարներ եք դուք քննարկում, հավանական համարում։ Մեկ հարց ունեմ նաեւ ներքաղաքական բլոկի վերաբերյալ, բայց խնդրեմ այդ ժամանակ հնարավորություն տալ։ Շնորհակալություն։ Ես մի քիչ ձեր հարցը կամ ես չեմ ճիշտ հասկացել, կամ դուք այնպես եք ձևակերպել, որ ես ճիշտ չեմ հասկացել, նայեք, խոսքը գնում է ոչ թե վերադարձի մասին, այլ խոսքը գնում է վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին։ Ոստը ճանապարհը մեկն է, ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Ու սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում, թե որևէ օրինակ եվրոպական երկիր ասի չէ, մենք այդ իրավունքը չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդենք։ Դժվար է ասել, հնարավոր չէ ասել։ Դրա համար խոսքը գնում է հետևյալի մասին։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով շատ ակտիվ այդ հարցի լուծումը ստանալ։ Եվ ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել, չէ, վերադարձի հարց չեն կարող քննարկել։ Իրենք փորձելով են դա կապել ադրբեջանցիների վերադարձի հետ եւ այլ, հասկացաք, դիվանագիտական աշխատանք։ Ուրիշ ճանապարհ ուղղակի գոյություն չունի։ Ալֆա Նյուզ հաջորդ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, ես երկու հարց ունեմ։ Առաջինը Հայաստանում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը շատ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հիմնականում մարդիկ մեծամասամբ մտածում էին, մեկնաբանում էին, որ Ֆիդանի հայտարարությունը նշանակում է աջակցություն խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանին, չնայած նա ուղիղ այդպիսի հայտարարություն չէր արել, եւ մի այսպիսի մաս էլ կար, որ նշում էր, թե Ֆիդանի հայտարարությունը նշանակում է ընդամենը աջակցություն Փաշինյանի վարած գծին։ Հիմա ձեր դիտարկմամբ ինչ էր իրականում նշանակում Հակամ Ֆիդանի խոսքը, հնարավոր է, որ Թուրքիայի աջակցությունը ունենալու պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան հանգիստ է, որ բենդ է բացել, թմբուկ է խփում եւ երիտասարդներին էլ դիսկոտեկի է հրավիրել։ Եվ անցում կատարեցիք ներքինի վրա։ Լավ, ես փորձեմ ինքս տարանջատել իրարից։ Միայն Ֆիդանը չի, դուք նայեք Կայա Կալասի հայտարարությունը։ Շատ ուղղակի աջակցություն են հայտնում հայո Նիկոլ Փաշինյան։ Եվ չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է։ Այդ նախաձեռնությունը գալիս է Հայաստանից, որովհետև այստեղից պատվիրակությունները գնում են այնտեղ եւ ասում են մենք այս արևմտյան գիծն ենք բռնել եւ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մեր դեմ սկսելու, նույնն է, ինչ անում էր Սաակաշվիլին, ես լավ եմ հիշում, իմ ժամանակ է եղել, նույնն էր, սրում էր հարաբերությունները, հետո վազում Միացյալ Նահանգներ աջակցություն խնդրելու համար, նույն մոդելն է, դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնել, թե դու փորձում ես այդ հարաբերությունների, այսպես ասենք, ոչ է խաչման կետում, այլ փնտրել այն քայլերը, ընտրել այն քայլերը, որոնք քեզ բերում են ոչ թե բախման կետում, այլ այնտեղ, որտեղ համընկնում է շահել։ Մենք այդպես ենք վարում եւ դրա անունը դրել են կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանը անում է ճիշտ հակառակը։ Սրի հարաբերությունները եւ փորձի դրա դիմաց ինչ-որ բան փոկել արևմուտքից։ Եվ սա լինելու է։ Հիմա ինչպես է ազդելու ներքաղաքականի վրա, որոշակի ազդեցություն կարծում ունենալու է։ Որոշակի ազդեցություն։ Բայց դուք պատկերացրեք, ընդդիմությունը ընդհանրապես հայտնել է անհավասար պայմաններում այդ տեսանկյունից, որովհետեւ նույն Ռուսաստանը ինքը նման կարգի հայտարարություններ չի անում, այդ մշակույթը չկա, չնայած քոչն է։ Չնայած համարում են, որ չպետք է խառնվեն ներքաղաքական հարցերին։
Ընդհանրապես տարբերությունը չինացիների ու ամերիկացիների միջև։ Ամերիկացին ասում է, եթե սա չանես կպատժեմ, չինացին ասում է, եթե սա անես կխարախուսեմ։ Շեշտակի մեծ տարբերություններ են մոտեցումների մեջ։ Եվ միգուցե այդ պատճառով Չինաստանը այսօր շատ ավելի գրավիչ է շատ եւ շատ երկրների համար։ Շատ եւ շատ։ Որովհետեւ չի փորձում ասենց փեդը ձերքին քո հետ խոսալ, ասում է կգա նավահանգիստ կկառուցեմ, երկաթուղի կկառուցեմ եւ այլ եւ այլ եւ այլ։ Դու ուղղակի իմ շահերս հարգի։ Հայաստանը չգիտեմ ինչի, ինչ նպատակներով մտնում է այն կոնտեքստի մեջ, որտեղ անպայման պետք է լինի հակասություն, որտեղ անպայման մեկի հետ հարաբերությունները դու պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունների փչացման արդյունքում։ Սա նորմալ չի փոքր երկրի համար։ Սա նորմալ չի։ Երևի այսքանը։